Բնականաբար մեր այսօրվա քննարկումներին անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային հարցերին։ Պարոն նախարարին եւ գործընկերներին ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ թվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու փաստի, դրա ստորագրման շուրջ Հայաստանի առաջարկի, ինչպես նաև համապարփակ կայուն խաղաղության հասնելու հայաստանյան մյուս առաջարկների մասով։ Ինչպես բազմիցս առիթ եմ ունեցել նշելու, Հայաստանի դիրքորոշումը հստակ է. երկու պետությունների տարածքային ամբողջականության ճանաչում եւ սահմանազատման գործընթացի իրականացում Ալմա-Աթայի հռչակագրի դրույթների հիման վրա, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացում, առաջնորդվելով յուրաքանչյուր պետության ինքնիշխանության եւ իրավազորության անվերապահ հարգման, ինչպես նաև հավասարության եւ փոխադարձության սկզբունքներով։ Ակնհայտորեն համապարփակ կարգավորման համար կարևոր է նաև մարդասիրական հարցերի հասցեագրումը, այդ թվում անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզաբանումը եւ ռազմագերիների պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակումը։ Նախարարն ուռտել ու իհարկե մինչ այս էլ հանգամանալից տեղյակ էր Հայաստանի տեսլականին, կառուցողական մոտեցումներին, հաշվի առնելով այն, որ նա գործընթացից անմասն չի մնացել, նախորդ տարի Ալմատիում հյուրընկալել է իմ եւ Ադրբեջանի նախարարի հանդիպումը, այսօր շեշտել եմ, որ երկար բանակցություններից հետո հիմա ժամանակն է ստորագրել համաձայնագիրը եւ առաջ շարժվել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու եւ տնտեսական հնարավորությունների բացման ուղղությամբ։